Մեր քաղաքը դաշինքի առաջնորդ Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը նախընտրական քարոզարշավի շրջանակում իր թիմակիցների հետ այցելեց Գյումրու անի եւ մուրթ թաղամասեր, որտեղ արժանացավ գյումրեցիների ջերմ եւ բարեհամբույր ընդունելությանը։ Բարև ձեզ, սիրելի գյումրեցիներ, սիրելի անի թաղամասի բնակիչներ։ Շատ շնորհակալ եմ այս ընդունելության համար, այս ջերմ վերաբերմունքի համար, ժողովուրդ ջան, ես ձեզ համար նոր մարդ չեմ, երկար տարիներ քաղաքականության մեջ եմ, 14 տարի արդեն ազգային ժողովում եմ, որպես ազգային ժողովի պատգամավոր, գիտեմ քաղաքի բոլոր խնդիրները, տիրապետում եմ քաղաքի փաղերի բոլոր խնդիրներին, հնարավորության սահմաններում այս տարիների ընթացքում հնարավորինս փորձել եմ լինել ձեր կողքին, լինել մեր քաղաքի կողքին։ Մարտուն Գրիգորյանը նոր չէ քաղաքական դաշտում, նա տիրապետում է ոլորտի առանձնահատկություններին, ճկուն է բանակցություններում եւ ամենակարևորը սրտացավ է իր ծննդավայրի նկատմամբ։ 14 տարի լինելով քաղաքական դաշտում եւ իր անձնական միջոցներով եւ պետությունից ուղղված միջոցներով նա բարեկարգել եւ զարգացրել է Գյումրու ներքին կյանքը, լուծել բազմաթիվ խնդիրներ։ Այսօր էլ Գյումրին հոգսաշատ է, բազում հարցեր կան, որոնք պետք է կարգավորել, եւ Մարտուն Գրիգորյանը քաջատեղյակ է քաղաքի բոլոր հոգսերից եւ ընտրվելու դեպքում այդ բոլոր թերությունները նստ առաջնահերթության գտնելու են իրենց լուծումները։ Ես գիտեմ ձեր թաղերի խնդիրները, նգուղների անբարեկարգ վիճակը, ջրերով լի վիճակը, թե ինչ է կատարվում նգուղներում, բազմիցս այդ հարցը ես բարձրացրել եմ, ազգային ժողովում խոսել եմ այդ մասին։ Գիտեմ փողոցների խնդիրը, 23 թվականից սկսեցին փողոցները վերանորոգելու աշխատանքը ու արդյունքում մինչև օրս այդ աշխատանքը չի կատարվել։ Տարիներ առաջ Մարտուն Գրիգորյանը նախաձեռնել է անի թաղամասի շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքները, որը եղել է վարակիչ եւ շարունակական այլ գործիչների համար։ Նախընտրական ծրագրում նախատեսվում է թաղամասի բոլոր շենքերի գունավորումը, ճանապարհների բարեկարգումը, ստորգետնյա աղբամանների տեղադրումը եւ գյումրեցիների երիտասարդներին զբաղմունքով ապահովելը, որը նույնպես ծրագրի առաջնահերթություններից է։ Այդ նպատակով կա մեծ ծրագիր անի եւ մուրթ թաղամասերի միջնամասում կառուցել մեծ զբոսայգի, խոշոր ատրակցիոն, որը կապահովի բնակիչներին զբաղմունքով, աշխատանքով եւ կդառնա туриզմին նպաստող ժամանցի կենտրոն։ Իմ նախընտրական ծրագրի մեջ նշվել է, որ պիտի կառուցվի Disneyland։ Այսինքն Երևան պարկի օրինակով խոսել ենք արդեն որոշակի բանակցություններ կա, հետաքրքրություն ունեցող մարդիկ կան, Երևան պարկի օրինակով մեծ կարուսելներ, եթե մենք կունենանք այդ ամեն ինչը, Վանաձորից, Ջավախից, Տավուշից, Արմավիրի այս մեզի մոդիկ գյուղերից, Արագածոտնի մոդիկ գյուղերից եւ մեր շիրակցիները բոլորը գալու են Գյումրի քաղաք։ Գյումրու հատկապես ծայրամասային թաղամասերում այսօր էլ քաղաքացին լուրջ խնդիր ունի զբաղվածության եւ աշխատանքի։ Քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանն այդ հարցերի լուծումը տեսնում է ներդրումների խթանման եւ նոր տնտեսական ենթակառուցվածքների ստեղծման մեջ։ Քաղաքապետը աշխատատեղեր բացող չէ։ Քաղաքապետը աշխատատեղեր խոստանալ դա ավելի շատ պոպուլիզմ է։ Դա խաբկանք է։ Քաղաքապետը պիտի նպաստի, այնպիսի միջավայր պիտի ստեղծի, որպեսզի այդ թաղամասերում հետաքրքրություն առաջ գա, հետաքրքրություն առաջացնի, որ գործարարները ժամանցի վայրեր ու զբաղմունքի կենտրոններ հիմնելով այստեղ բերենք բիզնեսներ ու այդ բիզնեսները, որ այս թաղամասում սկսեն գործելը, այդ ժամանակ աշխատատեղերը բնականաբար բացվելու է, այդ տարբերակով եմ ես աշխատելու աշխատատեղեր ստեղծել։ Գյումրին ունի պատմություն, մշակույթ եւ կոլորիտ։ Բարեկարգելով քաղաքը Մարտուն Գրիգորյանը այն պատրաստվում է դարձնել տուրիստական լավագույն քաղաքներից մեկը։ Որպես туриզմի քաղաք, երբ որ այս քաղաքը զարգացրեցինք, երբ որ այս քաղաքը հունի մեջ գցեցինք, ժողովուրդ ջան, այդ ժամանակ շատ երկրների տարբեր բրենդներ, երբ որ Գյումրին բրենդավորեցինք առաջի հերթին որպես տուրիստական հետաքրքիր ու հզոր քաղաք, այդ ժամանակ բոլոր այդ կարևոր բրենդները իրենց
մինի գործարանները, սպասարկման կետերը, խանութները, չգիտեմ, օբյեկտները բերելու են Գյումրի քաղաք։ Գյումրեցիները չեն կոտրվում, միշտ պայքարում են, ուղղում իրենց մեջքը եւ լավատեսությամբ շարժվում դեպի առաջ։ Նախընտրական քարոզարշավի ընթացքում քաղաքացիները հնարավորություն ունեցան բարձրաձայնել իրենց ուզող խնդիրներ եւ պատասխան ստանալ քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանից ու նրա թիմակիցներից։ Մուշ թաղամասում Մարտուն Գրիգորյանն իր թիմակիցների հետ հարգանքի տուրք մատուցեց ապրիլյան մարտերի հերոսների հուշարձանին եւ գյումրեցիներին ներկայացրեց թաղամասի առաջնահերթ խնդիրներն ու նախընտրական ծրագրով նախատեսված բարեփոխումներն այդ թաղամասում։ Առաջնահերթություններից շարունակում են մնալ գյումրեցիների բնակարանային խնդիրները, որոնք երկրաշարժից 37 տարի անց դեռ լիարժեք լուծված չեն։ Նախընտրական ծրագրում նախատեսվում է թաղամասում բացել հայաստանյան բանկերի մասնաճյուղեր եւ այլ ենթակառուցվածքներ գյումրեցիների առօրյա կյանքն առավել հարմարավետ դարձնելու համար։ Քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի համոզմամբ սոցիալ-տնտեսական կյանքից բացի պետք է բարեփոխել մարդկանց վերաբերմունքն իրար նկատմամբ, չբաժանել ու չտարանջատել, չպիտակավորել ու չառանձնացնել միմյանց։ Մենք բոլորս հայ ենք եւ պետք է լինենք միասնական, որպեսզի հաջողենք։ Մենք պիտի փորձենք այս սևերի ու սպիտակների բաժանումից ազատվել։ Մինչև մենք չազատվենք այս սևերից ու սպիտակներից, նախկիններից ու ներկաներից, Ղարաբաղցիներից ու լեննագանցիներից, երևանցիներից ու կիրովագանցիներից, մինչև այս բաժանումը չվերացնենք մեր միջից, մինչև մենք չազատվենք այս պառակտումից։ Հասկանալի է չէ, այդ ամեն ինչը պառակտում է, ժողովուրդ։ Մինչև մենք այդ պառակտումից չազատվենք, մենք հաջողություն չենք ունենա։ Գյումրեցիները լիահույս են, որ այս ընտրությունները հնարավորություն կտան նրանց ունենալ այն քաղաքը, որին նրանք արժանի են։ Մենք շատ հպարտ ենք, որ Մարտուն Գրիգորյանին նշում ենք մեզ քաղաքապետ, որովհետև մաքուր տղա, լավ ընտանիքի տղա, մենք հպարտ ենք։ Բոլոր հարցերը ինչպես խոսում, պետք է պարզապանվի ընտրվելուց հետո։ Հիմա ժողովուրդ ջան, ժամանակը ձերն է, վստահելու, թիգուն կանգնելու, տալու հնարավորություն եւ հետո որպես ձեր տղա, որպես ձեր աղբեր, որպես ձեր ընկեր պահանջելու, որ եկել ես, վստահել ենք, հիմա էլ գնա կբի գործի։